Ինչ է պետք իմանալ Հայաստանում ճանապարհորդելիս։ Միշտ ունեցիր կանխիկ գումար, այո, դրսում 21-րդ դարն է, սակայն ցանկացած գյուղի խանութում պատրաստ եղի լսել, որ մենք քարտոֆ չենք աշխատում, չզարմանաս։ Եղիր պատրաստ, ինչ ես անում մեր գյուղում։ Եթե շրջում ես հեռավոր գյուղերում, պատրաստ եղի բարեհամբույր, մի քիչ էլ խիստ հետաքրքրասեր հարցերի։ Մոռացիր, դու կարող ես ունենալ իդեալական գծված ճանապարհորդություն, բայց երբ հայտնվես մի բակում, քեզ կբռնեն եւ կասեն առանց ճաշ ուտելու ոչ մի տեղ։ Բոնուս խորհուրդ, ոչ մի դեպքում չասես այս վերջի կտորն եմ ուտում ու գնամ, դա Հայաստանի բոլոր բարբառներով թարգմանվում է էլի եմ ուզում։ Երբ Հայաստանի տարբեր անկյուններում ասում ես մի քիչ էլ կլցնեք, դա նշանակում է մեծ բաժին ընտանեկան չափաբաժնով։ Ոչ մի ուտեստ առանց հացի չի գալիս ու պատահաբար եթե վերցնես քիչ հաց, մեկը կհայտնվի, ով կասի էլի հաց բերեմ։ Քաղաքում ու գյուղում մասշտաբները տարբեր են։ Եթե պայմանական Երևանում մի չափաբաժին խորովածը 250 գրամ է, գյուղերում դա նշանակում է թեյի բաժակը օվկիանոսի կողքին։ Այստեղ մի փոքր խորովածը առնվազն 1 կիլոգրամ միսն է։ Որտեղ էլ լինես, պատրաստ եղիր սուրճ խմելու։ Նրանք ձեզ կառաջարկեն 3 անգամ եւ 3-րդ անգամ ստիպված կլինես խմել, այլ տարբերակ ուղղակի չկա։ Հիմնական կանոնը, երբ ճանապարհորդում ես Հայաստանում, մոռացիր սննդակարգիդ մասին, այստեղ դու չես ուտում, Հայաստանը քեզ կերակրում է։